Կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Նա հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը։ Այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Նշվում է Մայրաթորի հայտարարությունում Տեր Արամը առաջին գործող հոգեվորականն էր, որ միացել էր Նիկոլ Փաշինյանի սկսած հակաեկեղեցական արշավին եւ հայտարարել է, որ իրեն հարկադրել են մասնակցել ընդդիմության ցույցերին։ Այդ հայտարարության հիմքով ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Դանիել Իոնիսյանը, ինչից հետո կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդն ու մի քահանա։ Ես իրենց վճիռը չեմ ընդունում։ Տեր Արամ Քահանան չի պատրաստվում լքել Հովանավանքի եկեղեցին, որտեղ ծառայում է։ Ավելին, նա հավատացյալներին հրավիրել է Կիրակնորյա պատարագի, որը պատրաստվում է հենց ինքը մատուցել։ Այդ պատարագին ներկա կլինի նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Facebook-ում։ Հայաստանի այս ծառայական սուբ եկեղեցու հավատավոր հետևորդ, քույրեր եւ եղբայրներ, հավատակիցներ, սույնով տեղեկացնում եմ, որ առաջիկա կիրակի օրը հոկտեմբերի 26-ին Հովանավանքում մասնակցելու եմ Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին։ Կարգալույծ քահանան, որ միացել է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, այսօր նաև հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի վարչապետի հետ միասին գնալ Մայրաթոր, ամենայն հայոց կաթողիկոսին գահանկեց անելու։ Եթե այսօր մինչև երեկո իրենք այն ինչ որ գրել եւ ստորագրել են չփոխեն, այո, սատարելու եմ։ Եվ արդեն պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում։ Իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու։ Այո, սատարելու եմ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Խնդրեմ հարգելի ժողովուրդ, ֆիքսենք, որ ոստիկանության երկու աշխատակից գտնվում են քաղաքապետարանում։ Գյումրու քաղաքապետի աշխատասենյակի մուտքը միանգամից երկու ոստիկան է հսկում, ներսում քննչական գործողություններ են։ Վարդան Ղուկասյանի պարտականությունները կատարում է փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։ Պարոն Ղուկասյան, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով, նրա պաշտոնավարումը որպես քաղաքապետ կասեցվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն Ղուկասյանին ու եւս 7 հոգու մեղադրում է 4 միլիոն դրամ կաշառք վերցնելու համար։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։ Մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրեական գործի հետ եւ այս պատվիրված շինցու քրեական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում, այդ թվում նաեւ այնպիսի քաոս, որ մարդիկ իրենց ջղայնությունը ավելի ընդգծված արտահայտեն, որովհետեւ այլ կերպ ես սա չեմ կարող բացատրել, որևիցե փաստական հիմք, որը կարող էր հիմնավոր կասկածը այս գործով գոյություն չունի։ Գյումրիի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված 33 քաղաքացու ձերբակալել են, հարուցվել է քրեական վարույթ, զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով հայտնել է քննչական կոմիտեն։ Ձերբակալվածների մեջ է նաև մեր ձևով շարժման անդամ իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանը։ Շարժումը հայտարարություն է տարածել ուշադրություն հրավիրելով փաստին, որն արձանագրել են նաև ուղիղ եթերում աշխատող լրատվականները։ Տեսանյութում երևում է, որ Մխիթարյանը մինչև բերման ենթարկվել է, ձեռքերը վեր պարզած հանդարտության կոչ է անում ոստիկաններին ու քաղաքացիներին։ Հայաստանի խորհրդարանում պատգամավորները բանավիճել են Գյումրու ընդդիմադիր քաղաքապետի կալանավորման վերաբերյալ։ Մեծամասնություն քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը դուրս չի եկել պատգամավորի հիշեցումը Հայաստանում բոլոր ընդդիմադիր քաղաքապետերի դեմ քրեական գործեր բացելու եւ ազատազրկելու վերաբերյալ Քաջարանից մինչեւ Գյումրի ու Վանաձոր։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Ընդդիմադիր համայնքապետ կա, բանը Գյումրու համայնքապետը կաշառակերա, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա, Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում, ուրիշ խնդիր չկա, եւ այդ դատական համակարգի մասին, որ խոսում եք, ավարտում եմ հիմա հանգիստ,
Դատական համակարգի մասին, հարգանքի, Արտուր Հովհաննիսյան, Տիկնոջ խոսափողը։ Իդեպ քաղաքացիական պայմանագիրն այսօր դեմ է քվեարկել ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության առաջարկած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագծին։ Նախագիծը Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու համար էր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելյացին այս նախագծին եւ իմպիչմենտի բոլոր հնարավոր մեռելյացին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում տարատեսակ դրսևորումներով, հայտարարության տեքստով կամ որևէ այլ աճպարության միջոցով։ Ասում են ճգնաժամ չկա, մի հատ էլ գնացեք Բագրատաշեն եւ մյուս անսահմանային անցման կետեր տեսեք, կա ճգնաժամ թե չկա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ղեկավարած մեր ձևով շարժումը նոր հայտարարություն է տարածել, պահանջելով Հայկական ժամանակ եւ Civic AM կայքերից 24 ժամվա ընթացքում հերքել տարածված զրպարտությունը, թե իբր շաբաթ ի պաշտպանություն կալանավորված սրբազանների Սամվել Կարապետյանի ու մյուս քաղբանտարկյալների հանրահավաքին քաղաքացիները մասնակցել են գումարի դիմաց։ Նշված պահանջը չկատարելու դեպքում նաեւ զրպարտության փաստով հայց է ներկայացվելու դատարան։ Մեր ձևով ժողովրդական շարժումը իրավական ճանապարհով պահանջելու է պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում, որտեղից եւ ինչպես են այդ ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում, նշված է շարժման հայտարարությունում։ Երևի մեր իշխանությունները ուշադրություն չեն դարձնում հարցի լրջությանը, զբաղված են կամ լայվերով, կամ ստատուսներով, կամ էլ հեծանիվ քշելով։ Հայաստան-Վրաստան սահմանային 3 հիմնական անցակետերը բեռնատար մեքենաների համար գիշերվանից կատվածահար են, անցնել կարող են միայն թեթև մարդատար մեքենաները։ Բավրա, Բագրատաշեն եւ Գոգավան տանող ճանապարհները փակել են հայ բեռնափոխադրողները եւ պահանջում են Հայաստանի իշխանությունը բանակցություններ սկսի ռուս գործընկերների հետ, որպեսզի Դաշնությունում ընդունված միգրացիոն նոր օրենքը չտարածվի ԵԱՏՄ անդամ Հայաստանի վարորդների վրա։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որպեսզի այլ առաջարկել է, որպեսզի 90 օրը իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված փոխարինվի 180 օրով։ Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք, Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ եւ իմ տեղեկություններով արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնություն, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքը վերացվել է, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանում եւ նշել, որ նման մի բեռ ղազախական հացահատիկ արդեն Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով։ Ղազախական ծորենի մասին Ալիևի խոսքը պարզաբանել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, հայտարարելով, որ շուտով Ակտա ու Բաքու այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ծորենի առաջին խմբականակը։ Ալիևի հայտարարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետությունը, հայտարարել է վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակը։ Նազելի Բաղդասարյանի կարծիքով այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համար։ Ալիևը նաեւ ասել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջ, եթե մյուս երկրներում նույնպես շինարարությունը ընթանա նույն արագությամբ, ինչ Ադրբեջանում։ Ժնևում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները։ Ալեն Սիմոնյանի եւ Սաիբա Գաֆարովայի հետ է եղել նաեւ միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։ Այս օրերին Ժնևում ընթանում է միջխորհրդարանական միության 151-րդ վեաժողովը։ Հայ եւ ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսօր եւ վաղը Երևանում երկկողմ կլոր սեղան քննարկում են անցկացնում։ Օրակարգում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումները, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիները։ Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք։ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքը ուժի մեջ կմտնի ավելի շուտ 2026 թվականի հունվարի 1-ից, հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը սակայն չի պարզաբանել, թե ինչու է փոխվել օրենքի կիրառման ժամկետը։ Սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից,
Բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ին։ Ես երբևիցե սուտ չեմ խոսում։ Ընդդիմադիր ակտիվիստ Արտուր Չախոյանին ծեծել է ահազանգել է Երևանի ավականու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է միջադեպը, հայտնելով, որ մեկ անձ ձերբակալվել է, քրեական վարույթ է բացվել։ Մեսրոպ Մանուկյանը պնդում է, որ ծեծի միջադեպը ուղղակիորեն կապված է Չախոյանի վերջին բացահայտումներից մեկի հետ։ Ակտիվիստը հրապարակում էր արել Երևանում նոր շուկայի վերաբերյալ, որն ըստ Չախոյանի կառուցվում է առանց շինթույլտվության։ Իդեպ Չախոյանը ծեծի մասին զանգել եւ հայտնել է ոստիկանության Նորքի բաժին, սակայն նրան պատասխանել են, որ բաժնում ոստիկաններ չկան, որպեսզի մոտենան դեպքի վայր։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր падգամավորը ներքին գործերի փոխնախարարի հետ հարցուպատասխանի ժամանակ։ Քաղաքացուն ծեծել են, ահազանգել է, ոստիկանները չեն կարողացել ժամանել, ասելով, որ բավարար ուժեր չունեն։ Քաղաքացին իր ոտով գնացել է ոստիկանության բաժին հաղորդում տալու, որ քաղաքացին զանգել է եւ ինչ որ նկարագրեցիք, ոստիկանական արձագանք ինչպես է տեղ ունեցել, դեր ասացի հանգամանքները անպայման կբարձեմ ես եւ կհասկանամ ոնց է տեղ ունեցել այս ամեն ինչը եւ համապատասխան ուսումնասիրություններ կիրականացվի այս մասով։ Անհապաղ դադարեցրեք հայոց ցեղասպանության հուշարձանի վերականգնման աշխատանքները, ստեղծեք նոր մասնագիտական խումբ, պահանջագիր են հրապարակել Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամները։ Հայտարարության տեքստում նրանք հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին եւ ԿԳՄՍ նախարարությանը հորդորում են պատվիրել նոր նախագիծ հայոց ցեղասպանության հուշարձանի վերականգնման համար, որը կներառի լուծումներ վնասված 3 մույթերի վերականգնման համար եւ առանձին նախագիծ պահպանված պատմական 9 մույթերի համար։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կնոջ եւ ընտանիքի մյուս անդամների ուղեկցությամբ եկել է Փարիզ 5 տարվա ազատազրկման պատիժը կրելու։ Նրան իրավապահներն ուղեկցել են մենախուց։ Անցած ամիս դատարանը Սարկոզին մեղավոր էր ճանաչել 2007 թվականի նախագահական քարոզարշավի համար Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամմար Քադաֆիի կառավարությունից ֆինանսավորում ստանալու համար։ Բանտ գնալուց առաջ Ֆրանսիայի նախկին ղեկավարը X-ի միկրոբլոգում գրել է, որ ինքը անմեղ է։ Սարկոզին դարձել է Ֆրանսիայի առաջին նախկին ղեկավարը, որը բանտարկվում է։ Սարկոզին նաև արևմտյան առաջին առաջնորդն էր, որը Քադաֆիի տապալումից հետո իշխանության եկած ուժերին ճանաչել էր որպես Լիբիայի օրինական ղեկավարներ։ Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպումը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը։ Լավրովն ու Ռուբիոն կառուցողական քննարկում են ունեցել, հայտնել է ռուսական կողմը։ Պուտին-Թրամփ հանդիպումը պլանավորվում է Հունգարիայում հոկտեմբերի վերջ։ Գլխավոր հարցերից մեկն այն է, թե եվրոպական որ երկրների վրայով պետք է թռչի Պուտինի օդանավը, քանի որ Դաշնության առաջնորդի տեղաշարժը Եվրամիության օդային տարածքում արգելված է։ Այսօր հայտնի է դարձել, որ Բուլղարիան պատրաստ է իր օդային դարպասները բացել ռուսական համար 1 օդանավի համար։ Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը պահանջում է լուրջ պատրաստություն, ինչի համար անհրաժեշտ է ժամանակ, ուստի հանդիպման կոնկրետ ամսաթվեր դեռ չեն կարող հայտարարել։ Պուտինի խոսնակ Պեսկովը նշել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովին Եվրամիության որևէ երկրի մասնակցության մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ հատուկ դատարան ստեղծելու մասին։ Այդ նախաձեռնությանը միացել է Եվրաընտանիքի անդամ պետություններից 25-ը, դեմ են Հունգարիան եւ Սլովակիան։ Դատարանը պետք է քննի Մոսկվայի ագրեսիվ գործողությունները։ Հատուկ դատարանի ստեղծման համար 10 միլիոն եվրո կտրամադրվի։ Անդրադառնալով Պուտինի Հունգարիա հնարավոր այցին, Եվրապաշտոնյան հայտարարել է, թե տհաճ է տեսնել մի մարդու այցը եվրոպական երկիր, որին ձերբակալելու հրաման է տվել միջազգային քրեական դատարանը։ Ըստ նրա, ԱՄՆ-ն ունի Ռուսաստանին ճնշելու բազմաթիվ հնարավորություններ եւ գերազանց կլինի, եթե նա օգտագործի այդ հնարավորությունները։ Պուտինը լրջորեն կբանակցի միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ պարտվում է։ Այս ամենին զուգահեռ Ռուսաստանը կարծում է, որ եվրոպական երկրները իր դեմ պատերազմի են պատրաստվում։ Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ եվրոպական ռազմական արդյունաբերությունը սկսել է մի քանի անգամ մեծացնել իր արտադրության ծավալները։ Կանոնավոր կերպով իրականացվում են մոբիլիզացիոն վարժանքներ, իսկ բնակչությանը շարունակաբար քարոզում են, որ Մոսկվայից անպայման հարձակում է լինելու։ Ըստ Նարիշկինի, Բրիտանիան եւ Եվրամիության առաջատար երկրները
Ռուսաստանի դեմ օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները, նույնիսկ ահաբեկչական գործողություններ։ Против интересов наших государств. Եվրոպայում պատերազմի պատրաստության մասին է ակնարկել նաև գերմանացի եվրախորհրդարանական Զիգբերտ Դրեզեն։ Նա մեղադրել է Եվրամիությանը ուկրաինական հակամարտությունը բորբոքելու համար եւ գովաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որին հաջողվեց դադարեցնել Իսրայել-Համաս պատերազմական ակտիվ գործողությունները։ Խաղաղությունը չի կնքվել Բրյուսելում, ոչ էլ Եվրամիության հանձնաժողովներում կամ Եվրոպական խորհրդում։ Մինչ դուք խոսում եք արժեքների մասին եւ ամբողջությամբ տարված եք Ռուսաստանի դեմ սպառազինմամբ, իրական պետական գործիչները պատմություն են կերտում։ Պատգամավորը նաև քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին։ Դուք փառաբանության եք ձգտում, մինչդեռ ձախողում եք սեփական ժողովրդին ծայրահեղ բռնությունից պաշտպանելու հարցում, նշել է Եվրապաշտոնյան։ Չնայած սուր քննադատությանը, Եվրամիությունը մեծացրել է իր պաշտպանական ծախսերը եւ ընդլայնել Ուկրաինա ուղարկող ռազմական աջակցությունը։ Նախատեսվում է Կիևին 140 միլիարդ դոլարի եվրովարկ տալ սառեցված ռուսական ակտիվներից։ Չինաստանի Հունան նահանգում անօդաչուների լուսային շոուն Գինեսի կրկնակի ռեկորդ է սահմանել։ Առաջին ռեկորդն այն է, որ մի կենտրոնից կառավարվել է միաժամանակ մոտ 16000 դրոն, իսկ երկրորդը 7500-ին մոտ դրոնների մասնակցությամբ պիրոտեխնիկական ներկայացում է տեղի ունեցել։ Դրոնները երկնքում ձևավորել են լուսային հսկայական պատկերներ, երկրագունդ, ծաղկող ծաղիկներ եւ կյանքի ծառ, որի ճյուղերը վերածվել են ոսկեգույն հրավառությունների եւ հանդիսատեսին հիշեցրել հալված մետաղի ջրվեժներ։ Դրոնների աննախադեպ շոուն անվանել են երկնային բալետ։